Համառ իշուկը, հեղինակ Միխայիլ Պլատկովսկի։ Շատ համառ էր իշուկ Այբուբենը, նրան ասում էին սպիտակ է, իսկ նա պատասխանում էր սև է։ Նրան ասում էին, չէ՞ որ այսօր հրաշալի եղանակ է, իսկ նա պատասխանում էր շուտով Անդրես կգա։ Իշուկ Այբուբենի հետ հնարավոր չէր խոսել, նա բոլորին կարող էր գերազանցել իր համառությամբ։ Մի օր խոզու կոճակը եկավ իշուկի մոտ ու ասաց. «Դու համառ ես, իշուկ, բայց ես քեզնից էլ համառ եմ, ոչ, կոճակ, ես եմ ամենահամառը»։ Այդ ժամանակ խոզուկը հանեց իր բաճկոնի գրպանից մի խնձոր ու դրեց սեղանին։ «Դե արի այսպես պայմանավորվենք», առաջարկեց նա, «ով մյուսին կարողանա ստիպել այս խնձորը ուտել, նա էլ կլինի ամենահամառը, արի, բայց ես չեմ ուզում խնձոր ուտել, դու փորձի»։ «Չեմ փորձի, էլի մի քիչ կծի, դու կծի, բայց համով չէ»։ Ինչ համով է, չէր հանձնվում իշուկը։ «Եթե համով է, ուրեմն ես կուտեմ», խորամանկեց կոճակը։ «Ոչ, ես կուտեմ»։ «Ոչ ես», գոռաց զայրացած իշուկը, կծեց խնձորը ու սկսեց ուտել այն։ «Տեսա՞ր», ծիծաղեց խոզու կոճակը, «ես քեզ հաղթեցի, ես քեզ ստիպեցի խնձոր ուտել»։ Ասում են, որ հենց այդ օրվանից իշուկ Այբուբենը դադարեց համառ լինել։